Պարոն Ներսիսյան, առաջիկայում Գիտությունների ազգային ակադեմիայում նախագահի նոր ընտրություններ են կայանալու, արդեն իսկ մամուլն անդրադարձել է, որ կարծեք թե այդ տեղի համար մրցույթ նորից չի լինի, քանի որ մեկ թեկնածու կլինի, այն է Ռադիկ Մարտիրոսյանը։ Ռադիկ Մարտիրոսյանը վերջերս անդրադառնալով Հայաստանում զենք արտադրելու հնարավորություններին անվանել էր երկիրը քոսոտ երկիր։ Հիմա մեկը ով այս կարծիքն ունի մեր երկրում ստեղծված իրավիճակի մասին, մեր երկրի հնարավորությունների մասին, որքանով կարող է գիտության մեջ իսկապես ներդրում ունենալ, այն էլ արդեն 80 տարեկան հասակում, ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին ձեր գնահատականը։ Ես ամենասկզբից ասեմ, որ ինչ վերաբերվում է այդ քոսոտ երկրին, ապա դա լեզվիս այթակում էր։ Դժբախտաբար մեր հասարակայնությունը այնպես է արձագանքում, այնպես ուժեղ է արձագանքում այդպիսի սայթակումներին, որ կարծես թե դա նրա մեղքն է։ Նա միգուցե ես չեմ արդարացնում դա միայն նշանակում է, որ նա չի կարողանում վերահսկի իր արտահայտությունները, բայց դա չի նշանակում, որ նրան դրական են վերաբերվում։ Ինձ համար եւ որպես գիտնական եւ իմ այսպես ասած անկալման համար, թե որն է մեր գիտությունը, նա ինչ խնդիրներ ունի, դա կլինի ուղղակի դժբախտություն։ Ըստ երևույթին դա կատարվի նորից, բայց դա կրկնում եմ կլինի իմ տեսակետից դժբախտություն։ Եթե ունեք հարցեր, ես կարող եմ կոնկրետացնել։ Պարոն Ներսիսյան, ինչ առումով կլինի դժբախտություն, ի նկատի ունեք նոր կադրեր պիտի գան, նոր շունչ գիտությանը պետք է հաղորդեն, որտեղ է խնդիրը։ Գիտեք ինչ, բերեք այսպես գնահատենք, Ռադիկ Մարտիրոսյանը 10 տարի է, որ պրեզիդենտ է։ Նա ինչ արել է, ինչ արել, ինչ չի արել, ես չեմ կարող ամբողջությամբ ասել, բայց մեր գիտությունը փլվում է արդեն փլվում է։ Իհարկե, այդ գործը սկսել է Ֆադիլ Սարգսյանը, բայց Ֆադիլ Սարգսյանը ոչ մի ձևի գիտնական էլ չէր։ Այսինքն քանդելու գործընթացի նկատի։ Քանդելու գործը, նա իհարկե, նա ես երկու խոսք ասել, մարդ արդեն չկա, բայց նա ուղղակի թալանում էր ակադեմիան եւ բազմիցս ես գրել եմ դրա մասին, փաստեր կան եւ ես հույս ունեի, որ Ռադիկը կլինի շատ ավելի լավ նախագահ եւ մեր գիտությունը գոնե կպահպանվի եւ նա կգործի հանուն գիտության։ Առաջին 5 տարին ցույց տվեցին, որ դա այդպես չէ։ Երկար կարելի է խոսել, թե դա իրեն անձնական ինչ-որ հատկություններն են անկասկած, թե ազդել է իր վրա շրջապատը, բայց այդ ինքն էլ մեղավոր է դրա մեջ, որովհետև պետք է ասել, որ նախագահը ընտրվում է իր թիմի հետ։ Նա այն թիմն է ընտրել, որը արդարացնում էր Ֆադիլ Սարգսյանի կոռուպցիան։ Եվ նրանցից ինչ պետք է սպասես։ Նա որպես ղեկավար եթե չուզենար նրանք շարունակեին նույն կերպ, նա կարող էր նրանց զսպել, բայց նա դա բանը չարեց։ Ոչ թե նրա համար, ես կոռուպցիա ասելով ուզում եմ ճշտել, կա կոռուպցիա եւ ժողովուրդը հասկանում է որպես կաշառակերություն, թալան եւ այլն։ Դրանով օժտված էր իհարկե Ֆադիլ Սարգսյանը։ Դրա դեպքում կոռուպցիան ես այլ կողմն եմ ուրեմն շեշտում կոռուպցիայի։ Դա օրենքի խախտումն է։ Ի օգուտ իր մոտիկների, իր շրջապատի, հանցիլից նախագահության ակադեմիայի, մինչ այն եզրը, որ նա անցել է, ընտրում են ակադեմիկոս անօրինական, խախտելով կանոնադրությունը։ Կանոնադրությունը խախտված է, եւ նա ասում է, որ դե կանոնադրությունը սուրբ կով չէ, ամբողջ 120 ակադեմիա անդամների առաջ։ Իսկ կանոնադրության մեջ գրված է, որ կանոնադրության հիմնական հովանավորը, հիմնական պաշտպանողը կարելի ասել, դա ակադեմիայի պրեզիդենտն է, դե հաշվի առեք։ Դա կոռուպցիայի փաստորեն կողմերից մեկն է։ Այսինքն օրինական քայլեր անել եւ գիտեք, երկար կարելի է խոսել նրա բացական կողմերի մասին, բայց կարելի է կարճ ուղղակի ասել։ Դա իր տեղը չի։ Նա նստել է ոչ իր աթոռին։
Որքան էլ նա լիներ ինչ որ բարի ցանկանար կման, այս կյանք 10 տարի քիչ չէ։ Այս 10 տարին ցույց է տալիս, որ նա չի կարողանում իր գործանել, չի էլ ուզում իր գործանել։ Ես հարկադրված եմ մի փաստ կրկնել, որ հրապարակել եմ, բայց այդ փաստը շատ լուսավորում է այդ ամեն ինչ։ Ինչպես համատես Վիկտոր Համբարձումյանի հետ։ Վիկտոր Համբարձումյանը սովետական ժամանակից էր նախագահ։ Նա իհարկե պետք է գործեր այդ սահմաններում։ Սովետական միությունը դա նորություն չի, դա մի բանտ էր։ Դա ինքնիսի նա կարողացավ այդ պայմաններում շատ բան անել։ Ես չեմ որ պետք է ասեմ, դուք բոլորը գիտեք։ Բայց ես պետք է ասեմ դրա աշխատանքի օրինակ բնավորություններից մեկը։ Նախագահը ակադեմիայի աշխատում է իր աշխատակազմի միջոցով եւ հիմնականում նախագահության նիստեր հրավիրելով, խորհրդակցելով եւ որոշումներ ընդունելով։ Վիկտոր Համբարձումյանը մի օր ուներ շաբաթվա մեջ, ես հիմա չեմ հիշում, երկուշաբթի չէր, երեքշաբթի թե չորեքշաբթի էր։ Նա անցեր կացնում նախագահության նիստ, տարբեր հարցեր էին, ոչ միայն գիտական, բայց անպայման ամեն մի նիստի վերջում պետք է լիներ գիտական զեկուցում։ Եվ նրա գիտական քարտուղարներից մեկը, նրա գործերից մեկը այն էր, որ նախապես պատրաստում էր գիտնականներին, որ դրանով իսկ նա պատկերացնում էր, թե ինչ է կատարվում ակադեմիայում։ Այս վերջի հաշվետվությունը ես չեմ էլ նայել, այնքան եմ հուսաթափվի, չեմ էլ նայել, բայց անցյալ հաշվետվությունը նա անցեր կացրի ընդամենը 7 նախագահության նիստ տարվա մեջ։ Այն էլ պարզվեց դրա մի մասը հեռախոսով էր, համաձայն եք, համաձայն չեք։ Բայց նա իրավունք ունի գնալ եւ մասնակցել կառավարության նիստերին եւ իհարկե ռեգուլար գնում է այդտեղ։ Ինչ ասես։ Պարոն Ներսիսյան, այսինքն Ռազիկ Մարտիրոսյանը չի տիրապետում իրավիճակին, կարող ենք արձանագրել 10 տարի անց այդ 10 տարի անց դա շատերին դա ակնհայտ է։ Դա ակադեմիայի աշխատողների համար, նախագահությանը մոտ լինող մարդկանց համար դա լրիվ ակնհայտ բան է, բայց ինչ ասես։ Տեսեք հիմա նրա այս երկրորդ 5 տարին լրանում է ամսվա վերջին եւ անմիջապես օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրս, ինչպես ասում են, նա նշանակել է ընտրություն, դե պատկերացրեք մի մարդ աշխատում է 10 տարի։ Արել է ակադեմիան, միայն գիտաշխատողները 2,500 են մոտավորապես, 4000 աշխատակից կա, դեր ակադեմիայի, նա չի ուզում ասի թե ինչ արի, ինչու՞մ է սխալվել, ինչ խնդիր է տեսնում, չի ուզում ասել ինչպես նա կշարունակի, նրան պետք չի դա, նրան պետք է շուտ իր աթոռին նստած մնալ, ինչպես կարելի է դա գնահատել, դա գիտնականներին փաստորեն դա վարկաբեկում է։ Ակադեմիկոսները ինչու են լռում, հիմնականում ես մասնավոր դեպքեր կամ ձեր օրինակը չեմ գրում, մի քանի հոգի կան, որոնք նախկինում էլ իրենց ընդդիմախոս կարծիքը հայտնել են, հիմա էլ շարունակում են իրենց հոդվածներով հայտնել իրենց տեսակետը, բայց ընդհանուր ներկա բնակը ցույց է տալիս, որ ակադեմիկոսների 99%-ը լռում են, ինչու։ Իհարկե դա այդպես է։ Գիտեք ինչ, ես պետք է ասել, որ այսքան քիչ տարի չէ, որ ես ակադեմիայում եմ, եւ գիտեմ, որ ակադեմիկոսների ճնշող մեծամասնությունը գիտությանը նվիրված մեծ վաստակ ունեցող մարդիկ են։ Սակայն այս հարցում իհարկե նրանց մեղքը շատ մեծ է, որտեղ ըստ օրենքի հիմնական գլխավոր ղեկավարը դա մեծ ժողովն է ակադեմիայի։ Մեծ ժողովը եւ ֆազիայի ժամանակ եւ հիմա անցեկացնում այն ինչ ուզում է իրենց թագավորը։ Հասկանում եք։ Անցեկացնում առաջին խոսակցությունը, գիտեք, մարդու հետ առաջին խոսում ես, մի ուրիշ բան է այդպես։ Ես պետք է ձեզ ասեմ, որ կա այսպիսի փաստ, որը շատերին հայտնի չի։ Մարդիկ առանձին եւ նույն մարդիկ միասին դա տարբեր բան է։ Դեռևս հունական հայտնի ուրեմն ֆիլիսոփա եւ
կարծես թե նա եղել է եւ քաղաքական գործիչ Սալոնը թեվավոր խոսքեր է ասել։ Դիմելով աթենքացիներին եւ աթենքացիների ժողովին նա ասել է. Աթենքացիներ, ձեզանից ամեն մեկը խորամանկ աղվես է, միասին դուք ոչխարների հոտ եք։ Ես չեմ ուզում ոչ մեկին վարկաբեկել, բայց փաստը ցույց է տալիս, որ այդ բանը աշխատում է կյանքում։ Նույնիսկ ես դեմ ասեմ, որ կա գիտության ճյուղ, կարելի է այսպես դա թարգմանել դրա վերնագիրը, ամբողջների տեսություն։ Հիմա որ մտքով անցկենակ թե ինչքան ապրել տեսել էի գրքում կարդացել, տեսնում եք, որ դա կյանքին մոտ բան է։ Բայց իհարկե, եթե մենք հաշվի առնենք, որ խոսում ենք հիմա մեր ժողովի մասին, իմ տեսակետից մեծ մասը հիասթափվել են։ Ոչ միայն իրենք են հիասթափվել, այլ ինձ են ասում, ինչի է ժամանակ ծախսում, նյարդերը քոխնայի, մեկ է ոչինչ չի ստացվի։ Բայց գիտեք ինչ, ես իմ բաբոս կյանքի գիտության հետ է կապված եղել, ես արդեն միայն գիտությամբ եմ զբաղվում երկար տարիներ, ակադեմիայի հարցերը շատ լավ գիտեմ, նախագահությունը շատ լավ գիտեմ, ծայրից ծայր, եւ ես ունեմ ինձ տեսակետը։ Ես նույնիսկ չգիտեմ հիմա կհայտնեմ իմ տեսակետը մեր ժողովում, թե ոչ, որտեղ մեր ժողովում ես բազմիցս խոսացել եմ, արձագանք չեմ ստացել։ Ինչու որևէ այլ տեխնացու չի հայտնվում նախագահի տեխնացուների շարքում։ Մասնավորապես այսօր մի հետաքրքիր կարծիք լսեցի գիտնականներից մեկից, որ ասում էր, ըստ էության այս տեխնացուներին էլ որոշում է Բաղրամյան 26-ը եւ Սերժ Սարգսյանի համակրանքում կողմը լինի եւ նա էլ անպայման կընտրվի, չի լինում այլ ընտրանք դրա համար։ Դուք կիսում եք այս մոտեցումը, թե ոչ։ Ես ես անկեղծ ասեմ։ Իհարկե այդպես խոսակցություններ կան։ Եվ հիմք կա այդպես ըստեղույթին մտածել, բայց մեր հասարակայնությունն է այսպես։ Երբեմն չես կարող հաստատ ասել, այս քայլը մեր, ասենք, երկրի նախագահն է ձեռնարկել, թե ուրիշները, ասենք, իրեն համոզել են, կամ ուրիշները ասում են իրեն անունից ակնարկում են։ Միջնորդները։ Ես չեմ կարող այդ բանին պատասխանել, բայց ես ասեմ այսպես, որ միգուցե եւ Ռադիկ Մարտիրոսյան հարկադրված է եղել որոշ դեպքերում անել այն, ինչ որ նրան վերևից թելադրում են։ Բայց չէ, պատասխանատու ինքն է, էջաներ։ Մեր հասարակայնության մեջ գիտեք ինչ, հեռանալու այդ բանը մշակույթը չկա։ Այդ տեսնում եք աշխարհում ինչ է կատարվում։ Կասկածում են մեկ մինիստրի վրա, մեկ բարձր մարդու վրա։ Նա ինքը ասում է, մեղք չունեմ, ես պայքարեմ, բայց դուրս է գալիս այդ գործից։ Մեզ մոտ կասկածում են, բայց չեն դուրս գալիս։ Հա, հասկանում եք, այստեղ ես այդպիսի բաներ ես մի անգամ եմ միայն տեսել, ես պետք է ասեմ, ասենք, Ղազարյան Հայկը եղել է նախարար մեր կրթության եւ գիտության ժամանակին, չգիտեմ, ճանաչում եք թե ոչ, հայտնի գիտնական է։ Չնայած նա ակադեմիայի մեջ չէ, որ ինձ համար տարօրինակ է, ժամանակին նա եղել է եւ եղավ մի արճակատում նախարարի եւ ուսուցիչների միջև, նա կանգնեց ուսուցիչների կողքը, իսկ երբ որ նախարարը նրան կոպտեց, նա գերես դիմումը գցեց երեսին։ Հասկանում եք, կան այդպիսի մարդիկ։ Բայց ավաղ Ռադիկ Մարտիրոսյան այդպիսի մարդկացից չէ։ Իսկ երբ վերադառնով մեծ ժողովին, ես հույս ունեմ, որ մի քիչ կանթրանան հիմա։ Ես ասեմ այսպես, իմ տեսակետը, այս ամբողջ սրությունը հիմա, այս իրավիճակի, իհարկե սկսվել է 4 օրյա ճակատամարտից։ Այդ ճակատամարտից հետո, երբ որ անձգուշ Ռադիկ Մարտիրոսյանը մեր երկիրը անվանեց, ինչպես որ անվանեց, մարդկանց մոտ հայրենասիրական այսպիսի ճղերը չդիմացան։ Ես կարդացել եմ տասնյակ կարծիքներ, ես շատ զարմացած եմ, որ
մարդիկ որ հերոյին գիտությունից այնքան ճիշտ գնահատականներ են տալիս, թե ինչպիսին պետք է լինի ակադեմիայի նախագահը, եւ ինչ իրենք չեն տեսնում տվյալ դեպքում։ Բայց այսպես ասած այս վեկտորը, ինչպես ասում են, ուղղված է ուղղակի նրա լեզվի սայթակմանը։ Իսկ եթե մենք ըստ էության նայենք, հենց նույն հարցազրույցում նա շատ զարմանալի բաներ է ասել, որ ցույց են տալի, որ դա չի տերապետում իր փեշակին որպես պրեզիդենտ։ Կարճ ես ասեմ, մանրամասն գրել եմ։ Նա ասում է, որ մենք գիտության արդյունքների առումով Իսրայելից առաջ ենք։ Իսրայելից 8 Նոբելյան մրցանակ ունեն գիտնականների Իսրայելի։ Իսրայելի ռազմական այդ իսկ այդ նրա հասցազրույցը Ռադիկ Մարտիրոսյանը հենց կապված էր այն հարցի հետ, թե փոքր երկրները կարող են արդյոք արտադրել զինամթերք, զենք։ Նա ասում է, որ քթին կտան իրենց։ Դա այդպես չի։ Իսրայելի տարածքը 2/3-ն է Հայաստանի տարածքից։ Իսրայելի ժողովուրդը ավելի շատ է իհարկե, մի մոտ 3 անգամ շատ է, բայց էլի փոքր երկիր է։ Վերջի 10 տարում ես ուղղակի մի տան նայեցի ինտերնետում։ Վերջի 10 տարում նա առաջի 6-ակում է միշտ եղել, 3-րդ տեղի, 4-րդ, 5-րդ, 6-րդ տեղը, հետո էլի 4-րդ տեղը զենքի վաճառման տեսակետից։ Իսրայելը ունի սեփական միջուկային զինվանոց, ռումբ եւ ռակետներ հասնում այդ ռումբը։ Եվ վերջապես, որ ես գրել եմ այս մասը, գրել եմ Ռադիկ Մարտիրոսյանը իրեն գյուղը հենց ան գյուղերից մեկն է Ղարաբաղում, իրեն հայրենի գյուղը, որի մերձակայքում իսրայելական այդ ինչպես ասում են դրոնը, այսինքն ան օդաչու ինքնաթիռը, նրանք հնարել են ինքնասպան ինքնաթիռներ, ընկել է, եթե կարդացել եք ինձ, բանի վրա զինվորները զոհել են։ Եվ այդպիսի երկրին նա ասում է, որ պոչում են գալիս։ Դե նրան ընդհանրապես նրա բնավորությունից մեկը այն է, որ նա գլուխ է գողում իհարկե, դրանով նա ուզում է ասել, որ ակադեմիան այնպես է ղեկավարում, որ բայց տեսանք չէ։ Այդ 4 օրյա պատերազմը իմ ըմբռնմամբ դա մի կայծակ էր, որը շատ բան լուսավորեց։ Շատ բան լուսավորեց եւ մեր մամուլի միջալոց սկսեց շատ բան գրել եւ իհարկե դա նրա համար որպեսզի մենք սխալները մեր ուղղենք։ Բայց նա չի ընկալու ուղղակի այդ բանը, չի ընկալու։ Կամ քողարկում է, չգիտեմ։ Այդպես է իրավիճակը, ինչ վերաբերում է այդ մարդկանց, որ ես նույնիսկ դեպքեր գիտեմ, կարծես թե ես ստույգ չէ, բայց հիմա դուք գիտեք, այսպես ասած, այնպիսի ժամանակ է, որ դրա մասին այստեղից այնտեղից ստանում ես ինֆորմացիա, ոմանք նույնիսկ դիմել են, հետո հետ են վերցրել, եւ հիմնականում դա դրա համար է, որ ասեն արդեն իմաստ չունի, կանխորոշված է արդեն։ Որ արդեն կանխորոշված է։ Այնպես որ այսպես եմ ես ընկալում իրավիճակը, շատ տխուր է, որովհետև մեր գիտությունը արժանի չէր այսպիսի ղեկավարների։ Նա այն իմաստով, որ արժանի չէր, որ նրա դժբախտությունն է, որ այսպիսի ղեկավարներ ունեցել։ Ինչա երաշխիք տալու որ այս կամ այն գիտնականը դառնալով ակադեմիայի պրեզիդենտ ավելի ճիշտ քաղաքականություն կվարի, ավելի շատ կհասկանա իր դերը։ Իհարկե դա էլ 100% չէ այդպես հավանականություն, բայց եթե սխալվում է 5 տարի, պարզ է, որ մյուս 5 տարի երկարաձգում են, չի կարելի զարմանալ, որ նա երես է առել, պարզ չի, եթե պարզ ասենք արդեն։ Նա ուզում է երրորդ անգամ էլ դառնա, դա կդառնա։ Պարոն Ներսիսյան, այսինքն կան մարդիկ արդեն դուք լսել եք, որոնք դրել են, հետո են վերցրել իրենց առաջադրումը, հա, բաց առաջադրվել են, հետ վերցրել։ Ուղղակի առնվազն մեկը սկզբից մտածել է, որ կհասնակցի, հետո այս 120 ակադեմիկոս եւ թղթակցության անդամների միջև անկասկած միայն
որ ես ճանաչում եմ, ես մաթեմատիկոսներին եմ ճանաչում, ասենք մեխանիկներին, ֆիզիկոսներին եմ ճանաչում, միայն ես կարող եմ ասել, ասենք մի 4-5 հոգի, որ կարող են այս գործը վերցնել։ Առաջինը իհարկե դա այդ հասակի չպետք է լինի։ Ես Ռազիկ Մարտիրոսյանի հետ նույն հասակի ենք մենք։ Եմ պետք է, գիտեք ինչ, շատ դժվար է, մարդիկ կան, որ ունակություն չունեն դրա համար։ Կարճ ասեմ այսպես, մարդ պետք է երբեմն նայի եւ հայելուն։ Կարող եք շատ կոմպլիմենտներ ստանալ կան բաներ երեսին, բայց մեկ-մեկ էլ հայելուն նայեք։ Ռազիկ Մարտիրոսյանին ընդունում են որպես գիտնական։ Ես չգիտեմ, ճիշտ այնպես է թե այնպես, մեր մասնագիտությունները տարբեր են, ես մաթեմատիկոս եմ, նա ֆիզիկոս է, բայց տեսակետները այն ֆիզիկոսների, որոնց ես հարգում եմ եւ գիտեմ, որ կարգ ունեն, նրանց տեսակետները այնպեսին չեն, որ իրեն համարենք լուրջ գիտնական։ Բայց դա նշանակություն չունի, մինչև պրեզիդենտությունը կարող են արել գիտնական ինչի գիտեմ։ Հիմա նա գիտությունը շատ հեռու է։ Կարծում եք անպայման գիտնական պիտի ղեկավարի ակադեմիան, թե պետք է լավ մենեջեր լինի եւ նաեւ ինչ-որ ոչ միայն գիտնական պետք է ղեկավարի, ես չեմ շղթում, որ նա կարող է եղել է ժամանակին լավ գիտնական, արդյունավետ գիտնական, բայց նախիկավորով եւս պետք է ինքը գիտնական մնա։ Բերենք օրինակները, ոչ միայն Վիկտոր Համբարձյանը, սովետական ժամանակ Կելդիշը, մեծագույն մաթեմատիկոս համաշխարհային։ Նա է, որ ղեկավարել է այդ ռակետային մեր ծրագրերը եւ այլն, ռազմական, նա երբեք գիտություն չի թողել։ Օսիպով ռուսական բաների, հասկանում եք, Հայաստանն այդպեսի դերում է հանդես գալիս, որ նրանք արդեն գիտնական չեն, նրանք չինովնիկներ են դառնում, վատ իմաստով, չինովնիկները միշտ չի որ վատ է, չինովնիկները ունեն պարտականություններ, որ թե լավ անեն, դա լավ է, լինի դա նախարար, լինի կամ ուրիշտեղ, բայց վատ տեսակից, որ իր գործը չի անում, մտածում են միայն իրեն մասին, դե հիմա ինչ ասեք, Ռազիկ Մարտիրոսյանը վերջերս հովելաններ նրա, մի մեծ ժողով հրավիրեցին նրա անոնով, ինչ է, մեր մոտ սովորություն կա, տիտղոսներ կան, իշխանություն կա, ամեն ինչ արվում է, գրվում է եւ այլն։ Համեստ գիտնականի մասին ինչ կասել, մի պրոֆեսոր, որը աշխատում է ակադեմիա ինստիտուտներից մեկում, ստանում է 70-80 հազար դրամ ամսական, հասկանում եք, նրա մասին ոչ մի բան չեն դնի։ Դնում են ամեն հոբելյաններ, եթե մեծ ժողովում եւ այլն, միջարից վերջի արդեն երկար ժամանակ է ֆազից սկսած, ես հրաժարվում եմ, որ իմ հոբելյանները այնտեղ անեն, որտեղ ես նրան չեմ հարգում։ Հասկանում եք, ամենամեծ դժբախտությունը ոչ թե առանձին Ռազիկ Մարտիրոսյանն է, այլ նրա թիմն է, նախագահությունն է։ Նրանք հարուստ մարդիկ են։ Բայց գործը հասնում է նրան, որ նա կանոնադրությունն էլ է փոխում։ Մեծ ժողովն էլ հաստատում է դա, ինչ է հաստատում։ Դա գլխին մեջ չի տեղավորվում։ Մեր լավագույն գիտնականներից շատերը 5-6 հոգի են, ինչքան ես գիտեմ, հրավիրվել են արտասահմանյան սովորաբար համալսարաններ, նույնիսկ գիտություն համալսարաններում են։ Եվ այնտեղ շատ մեծ պատիվ ունեն, շատ լավ աշխատում են։ Այդ գիտնականներին զրկել է այսպես կոչված պատվավճարից։ Ակադեմիկոսները ստանում են ամսական 150,000 դրամ որպես պատիվ, պատվավճար, այսպես։ Լավ եւ հիմնավորումը ո՞րն է, որ նրանք առանց են լավ աշխատավարձին ստանում։ Լավ, Ռազիկ Մարտիրոսյան, բայց դու ինքդ հիմա նախարարի աշխատավարձ ես ստանում։ Քո ակեսմես քարտուղարներն էլ ստան տեղակալի աշխատավարձ։ 3 ամիս մեկ դուք ձեր մոտ գիտեմ, չէ՞, տալիս են այսպես ասած լրացուցիչ աշխատավարձներ։ Եթե գումարես դրանք նախագահության հետ հիմնական դա հենց միջին արտասահմանյան պրոֆեսորի գումարն է։ Որն է նրանց գումարը։ Տարեկան 15-25, դա շատ բարձր է $30,000, բայց արդեն 15-ից սկսած տարեկան։ Ինչու դու չես հրաժարվում քո։ Դա դեռ ոչինչ, ժողովուրդը կարող է հասկանալ, դե արտասահմանյան։ Բայց նա նրանց հայտնի գիտնականների զրկում է այսօր նրան ընտրելուց։ Կանոնադրությամբ
Դրանք իրավունք չունեն, ոչ իրենց կարծիքը հայտնեն մեծ ժողովում կարդան, հենց ռադիկի մասին, ոչ էլ գան զանգան կամ չտան։ Դուք պատկերացնում եք ինչ անում է։ Այսինքն ամեն ինչ հարթում է արևի 4 կողմը։ Դե դա նորություն չի, դա առաջինը եւ վերջինը չէ։ Ինչ ասեմ։ Մենք հասկանում ենք, որ դա մարդիկ կանոն հենց այդպեսին է, ինչ ասես, դա իմ տեսակետն է։ Նրա վերընտրության դեպքում երրորդ անգամ մենք վերջնականապես կկորցնենք գիտությունը կամ գիտության կառավարումը։ Կարող եմ ասել համոզված լինելով։ Դա մեր գիտության կործանման ամենակարճ ճանապարհն է։ Ամենակարճ ճանապարհ։